Ռևանշիստ ես, ֆաշիստ, թե պատերազմ հրահրող։ Կախված է նրանից, թե ում կամ ինչի մասին ես խոսել։ Նժդեհի, Արցախի, բանակի, թե ազգային ինքնության։ Վերջին շրջանում պարզապես մեկ բառը կարող է դառնալ քաղաքական պիտակավորման պատճառ։ Այս պիտակները սոցիալական ցանցերում չեն հորինվել։ Իշխանական խոսույթն է հաճախ հենց այդ ձևով արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Facebook-ում տարածվում է մի գրառում, որում թվարկված են այն թեմաները, որոնց մասին խոսելիս մարդը կարող է արագ պիտակավորվել։ Գրառման հեղինակը թվարկում է մի շարք հարցեր, նշելով, որ տարբեր թեմաների շուրջ կարծիք արտահայտելը երբեմն ընկալվում է ոչ թե որպես կարծիք, այլ որպես քաղաքական դիրքորոշում։ Ցանկը երկար է։ Արցախի անունն ես տալիս, ռևանշիստ ես եւ նախկինամետ։ Անվտանգությունից ես մտահոգվում, պատերազմ հրահրող ես, արյուն ուզող։ Ցեղասպանության մասին ես խոսում, ագրեսոր ես, հարևանիդ հանդեպ պահանջատեր։ Արարատի կողմ ես նայում, ուրիշի տարածքի վրա աչք ունեցող ես։ Պատմությունից ես մեջբերում անում, ազգայնամոլության քարոզիչ ես։ Բանակի հզորացումից ես խոսում, տարածաշրջանը պայթեցնող ես։ Ընդդիմադիր KGB-ի լրտես ես 5-րդ շարասյուն։ Եկեղեցուց եւ կրոնից ես խոսում, հետադիմական ես, հանցագործ ու մութ ուժերի գործակալ։ Հաղթանակներից ես հիշեցնում, դժբախտ ու դժգույն ֆանտազիոր ես։ Ազգային շահից ես խոսում, հակահեղափոխական ես ու աշխարհի խաղաղության խոչընդոտ։ Սփյուռքի հետ կապից ես խոսում, դրսի փողերով երկիրը խառնող ես։ Պետական խորհրդանիշներից ես խոսում, դատարկ սիմվոլների հետևից ընկած ռոմանտիկ ես։ Շատ օգտատերեր նշում են, որ հասարակական դաշտում տարբեր կարծիքներ ներկայացնող մարդիկ արագ դասակարգվում են քաղաքական կամ գաղափարական ճամբարների մեջ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է, որ այս պիտակները պատահական չեն։ Իշխանական խոսույթը հաճախ այս ձևով է արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Իսկ ինչ է կատարվում այս իշխանության օրոք։ Փորձում են ընդհանրապես ջնջվել, ավելին ես կարծում եմ, եթե այսպես շարունակվի, դա կդառնա նաև արդեն հետապնդման առիթ։ Քոչարյանը նաև հիշեցնում է վերջին շրջանում քննարկված որոշ թեմաներ, այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնանկության շուրջ ձևավորված աղմուկը։ 8 տարի է բևեռացված եւ գնալով ավելի բևեռացվում է։ Նման բանավեճերը միայն կարող են ռեզոնանսի տեսքով արդեն այն ինչ որ եղավ հետո, այդ հայտարարությունից հետո, որ իր խնդրանքով է հեռացվել, քանի որ տվել է, բերեց ավելի միասնության, գոնե առողջ ուժերի միասնության, մտածող ուժերի միասնության։ Մինչդեռ երգչուհի երգահան Լիլիթ Բլեյանը կարծում է, հասարակությունը բևեռացված չէ, այն մանիպուլացված է։ Չկա առողջ հասարակական ներհանրային բանավեճ, չկա ազնիվ բանավեճ, որովհետև ազնվությունը ենթադրում է, որ մարդիկ տիրապետում են իրական ինֆորմացիային, որ մարդկանց տրվում է վերլուծելու հնարավորություն, որ հանրային ռեսուրսները, որոնք ինֆորմացիայի եւ վերլուծության պիտի ծառայեցվեն, դրանք հավասարապես բաշխվում են տարբեր մտածող շրջանակների միջև, որոնք կարող են իրենց կարծիքը եւ վերլուծությունները եւ մտահոգությունները փոխանցել հանրությանը։ Բլեյանը նշում է, որ Հայաստանում արկա բևեռացումը հաճախ սխալ է ընկալվում։ Մարդիկ այն անվանում են քաղաքական, մինչդեռ իրականում խնդիրն ավելի խորքային է։ Ներկայիս իշխանությունը ըստ նրա մանիպուլատիվ մեթոդներով իրականացնում է ցանկությունները։ Մենք քաղաքական process-ի չենք սպայնականատես, մենք ականատես ենք, նորից ասենք, պետության կառավարման ղեկը ինչ-ինչ մանիպուլատիվ մեթոդներով վերցրած եւ այդ ղեկը չհանձնող որևէ պայմանով մի խմբի ցանկությունների հետ։ Քաղտեխնոլոգն էլ նկատում է, որ հասարակության ամենազգային խումբը երիտասարդներն են։ Արարատի թեման երբ բացվեց, մոտ 1 տարի առաջ էր, եթե չեմ շփոթվում, ամենաշատը երիտասարդությունը ռեակցիա տվեց, բացասական ես նկատի ունեմ։ Իսկ քաղաքական խաղերից վեր հարցը այն է, թե ինչ կմնա, եթե մեր արժեքները աստիճանաբար ջնջվեն հանրային դիսկուրսից։ Այսօր կարևոր է հիշել, որ արժեքներն ու գաղափարախոսությունը չեն կարող պատժի թեմա դառնալ։ Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։